Հեռախոսը ականջիս մեկնաբանում եմ նախնական գոտեմարտերը Մշամարտ հեռուստատեսության համար մոտավորապես 1 ժամ արդեն անցել է մեկնաբանությունիցս ու զգում եմ, որ աշխուժություն կա թիկունքումս մոտեցավ մեկը դանիացի էր ազգությամբ ասեց, որ այս դահլիճի անվտանգության, մամուլի անվտանգության ներկայացուցիչն է եւ հիմա պատրաստում են ինձ զրկել հավատարմագրից։ Զարմացած ասի, իսկ ինչու, ասեց, որովհետեւ դուք իրավունք չունեք մեկնաբանելու, դուք թերթի լրագրող եք, բայց դուք հիմա մեկնաբանում եք, ասի, ոչ, դուք սխալվում եք։ Ասի, ես հեռուստատեսության համար չեմ մեկնաբանում, ասեց, բայց դուք մեկնաբանում եք, չէ՞, ասի, պատմում եմ։ Ասեց, ում, ասի, կնոջս։ Ասեց, ով է ձեր կինը, ասի, Կարինե Շադոյանը, ըմբիշ։ Ասեց, դե ես իրական ըմբիշի անուն տվեցի, որովհետև հեռուն էի մտածում։ Ասեց, լավ, կա այդպիսի ըմբիշ, ասի, գնացեք ստուգեք, ասեց, լավ։ Գնաց ստուգեց եկավ, ասեց, հա, ճիշտ է, կա այդպիսի ըմբիշ, բայց ինքը ամուսնացած չի, ասի, դե մենք հիմա չենք գնացել զաքսավորվել, մենք միասին ենք ապրում, ինքը իմ girlfriend-ն է, այսպես ասած, ասի, եթե ուզում եք նայեք 2007 թվականին Բաքվում մենք միասին ենք եղել, մեկ էլ նայեց, ասեց, հա, ճիշտ է, Բաքվում աշխարհի առաջնությանը դուք միասին եք եղել, հետո մոտեցավ մի ուրիշ չինացի մոտեցավ, ասեց, բայց անգամ ըմբիշ կնոջ համար դուք անընդհատ մեկնաբանում եք, այդքան հետաքրքիր է այս ամեն ինչը, ասի, բա ինքը սրանով է ապրում, մեկնաբանում է, որ պատրաստվում է օլիմպիական խաղերի։